Եթերում ներքին գործեր հաղորդաշարի առաջին թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել 1990 թվականին ծնունդ առած 02 հաղորդաշարը նոր ձևաչափով ու նոր անունով շարունակելու է ծառայել նույն գաղափարին։ Ներքին գործերի նախարարը ընդունել է Կատարի պետության նորանշանակ դեսպանին։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է TAIEX փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ 1990 թվականին ծնունդ առած 02 հաղորդաշարը նոր ձևաչափով ու նոր անվանումով շարունակելու է ծառայել նույն գաղափարին, ամրապնդել համակարգի հանդեպ հանրային վստահությունը, դաստիարակել սերունդներ, ձևավորել առավել անվտանգ միջավայր, որտեղ օրինահարգությունը գիտակցված ընտրություն է։ Անկախության առաջին տարիներին, երբ Հայաստանը կանգնած էր ոչ միայն պետականաշինության, այլև իրավակարգի վերակառուցման ուղղված լրջագույն մարտահրավերների առջև, երբ յուրաքանչյուր քայլը որոշում էր երկրի վաղվա օրը, ստեղծվեց ներքին գործերի նախարարության 02 հաղորդաշարը։ Ահավոր ծանր վիճակ էր, եւ այդ պայմաններում ես համաձայնեցի գալ ներքին գործերի նախարարություն լրատվական աշխատանքներն իրականացնելու եւ 02 անունը որպես օժիտ նաեւ բերել էի խմբագրությունից, իմ գալուց հետո եկավ երկրորդ տեսուչը Արան Մովսիսյան եւ երկուսով սկսեցինք իմ անձնական մեքենայով VHS մի կամերայով անել 02 հաղորդումը։ 02-ը թարմ շունչ ու նոր խոսք էր իրավապահամակարգի գործունեության մասին ոչ թե դրսից հնչող գնահատականների, այլ ներսից ստեղծելով իրականության հավաստի պատկերը եւ քաղաքացու մոտ առաջացնելով վստահություն պետության նկատմամբ։ Իհարկե մեր միջոցները այն ժամանակ շատ սուղ էին։ Ես 95 թվականին, որ եկա, նոր լինոտիպից անցնում էինք բանին, կոմպյուտերի համակարգչային շարվածքի, համակարգչային հավաքման էջի եւ այլն։ Հեռուստատեսությունը շատ դժվար էր աշխատում, հսկա կամերաներն էին, էլ չեմ խոսում ինչ սոցցանց, ինչ փոշիման չկար։ Մեր գլխավոր, այսպես, գործառույթն այն էր, որ մենք պետության նկատմամբ վստահություն ստեղծենք, զարգացնենք, սերմանենք եւ դա մեզ հաջողվում էր։ 02-ը մարդիկ են, ովքեր կադրում եւ կադրից այն կողմ աշխատում են պատասխանատվությամբ եւ մասնագիտական նվիրումով, ապահովելով տեղեկատվական վստահելի եւ օբյեկտիվ լուսաբանում։ Դու պետական, կարևոր, հիմնասյունային կառույցներից մեկի լրատվությունն ես ներկայացնելու։ Իսկ դա մեծ պատասխանատվություն է։ Դա ենթադրում է, որ դու քո ամեն մի բառի, ամեն մի կադրի, ամեն մի խոսքի համար պետք է չափազանց պատասխանատու լինես։ 02-ը ներկայացնում էր ոչ միայն դեպքեր ու քրոնիկա, այլ հեռուստադիտողին ցույց էր տալիս, որ օրենքը կենդանի համակարգ է, գործող, արձագանքող եւ մարդու իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող ուժ, որն ամեն օր աշխատում է հանուն օրենքի եւ քաղաքացու։ 02-ը տարբեր հաղորդաշարերի, շատ հետաքրքիր հաղորդաշարերի հաղորդացանցի մեջ իր ուրույն տեղ ուներ։ 02-ը ոչ միայն պիտի իրազեկի, տեղեկացնի կատարված հանցագործությունների, բացահայտումների մասին, այլ նաեւ հետամուտ լինի, թե ինչ եղավ հետո։ 02-ի տեսախցիկը հայտնվում էր ամենաանսպասելի, երբեմն էլ ամենաբարդ ու վտանգավոր վայրերում։ Նրա օբյեկտիվում ոչ միայն ծառայողական լարված ու պատասխանատու առօրյան էր, այլև հանցագործությունների բացահայտման ընթացքը։ 02-ը անդրադառնում էր հենց այդ արտասովորին։ Հաղորդումները մենք պատրաստում էինք այնպես, որ նպաստեր նաև հանցագործությունների կանխարգելմանը, դրանց բացահայտմանը։ Յուրաքանչյուր կադր դառնում էր կատարվածի հստակ փաստագրում, միաժամանակ ընդգծելով դրա առանցքային դերը հասարակական անվտանգության ապահովման գործում։ Միշտ համոզված եմ եղել, որ շատ կարևոր աշխատանք է։ Շատ կարևոր, բացի նրանից, որ ներքին գործերի մարմինների աշխատանքն է լուսաբանում, ներկայացնում հասարակությանը, դրանից ավելի կարևոր է միշտ համարել հետադարձ կապի ապահովումը հասարակության հետ։ Կոնցեպտուալ առումով հաղորդաշարը հստակ փոխանցում էր մի պարզ, բայց հիմնարար միտք՝ անվտանգությունը համատեղ պատասխանատվություն է
Իսկ օրենքի ուժը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից։ 02-ը հստակ ձևավորում է իրավագիտակից քաղաքացու։ 02-ը հստակ ձևավորում է պետականամետ քաղաքացու։ 02-ը միշտ փորձել այս սկզբունքով աշխատել ու շարունակում է աշխատել այդ սկզբունքով։ Օրինակ այսօր հանեք ձեր ծառայությունը, 02-ը հանեք մի պատկերացրեք, որ մի ամսով բոլորի ուղարկել են արձակուրդ, մի շատ կարևոր բլոկ հանրային կյանքում կվերանա այդ կապը կոնկրետ ծառայողների եւ քաղաքացու միջև կխզվի։ 02-ը դարձավ նորանկախ Հայաստանի հեռուստատեսային խորհրդանիշներից մեկը, ոչ միայն իր ձևաչափով, այլև առաքելությամբ։ Այն արտացոլում էր պետության հանձնառությունը հաստատելու օրենքի գերակայությունը, ամրապնդելու ներքին անվտանգությունը եւ ձևավորելու հասարակություն, որտեղ օրենքն ու արդարադատությունը դառնում են պետականության անքակտելի հիմք։ 02-ը թերթը եւ հեռուստահաղորդումը ուժային կառույցների առաջին լրատվականն են հանրապետությունում 90-ական թվականների սկիզբ 90 թիվ 02-ը ինքը միայն միլիցիայի 02-ը չէ, ինքը մեր երկրի եւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության եւ ներքին բոլոր հարցերին առնչվող ինքը առաջին լրատվական ծառայությունն էր։ Այսօր արդեն ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության նոր սերունդը ժամանակի ռիթմին համահունչ նորարար ու ստեղծարար մտածողությամբ շարունակում է աշխատանքը։ Ինձ ուրախացնում է, որ այնուամենայնիվ նոր ոճ կա 02-ում, նոր ձեռագիր կա, եւ դա նույնպես, որովհետեւ ժամանակները փոխվել են, պահանջները փոխվել են եւ մեդիատեքստ կառուցելու անհրաժեշտությունն է առաջացել նոր ոճով, նոր ձևաչափով։ 02-ը միշտ եւ նախկինում եւ հիմա նույն առաքելությունն ունի, նույն պարտավորվածությունն ու պարտականությունն ունի պետության առջև։ Ժամանակի հրամայականով հաղորդաշարն այսօր արդեն ներկայանում է նոր անունով, պահպանելով եւ վերարժևորելով 02-ի լավագույն ավանդույթները, ընդլայնելով դիտանկյունը, խորացնելով վերլուծական բաղադրիչը, կիրառելով տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակակից լուծումներ։ Նույն ֆունկցիան այսօր համոզված եմ կատարում է էլի 5 խոսքով ասեմ 02-ը, ուղղակի կատարում է ավելի օպերատիվ միջոցներով, հարկասու տեխնիկական միջոցները կան, սոցցանցերը կան, շատ ավելի արագ է արձագանքը, դա էլ շատ լավ է եւ համոզված եմ, որ կատարելու է, որովհետեւ հակառակ դեպքում 02-ի իմաստը կորչում է։ Պահպանելով լավագույն ավանդույթներն ու գաղափարները մենք շարունակելու ենք հաղորդաշարը արդեն նոր անվանումով եւ ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչությունը շարունակելու է պատշաճ ապահովել նախարարություն հասարակություն կապը, բարձրացնելով նաեւ մեր հասարակության վստահությունը համակարգի նկատմամբ։ Այսպիսով հաղորդաշարի նոր անունը ոչ թե ընդհատում է, այլ նույն առաքելությամբ քայլելու շարունակություն։ Ինչպես անկախության առաջին տարիներին, այսօր եւս այն ծառայում է նույն գաղափարին՝ ամրապնդել քաղաքացիների իրավագիտակցությունը, ձևավորել առավել անվտանգ միջավայր, որտեղ օրենքը ոչ միայն պահանջ է, այլև գիտակցված ընտրություն։ Այսօր ներքին գործերի նախարարությունը վայելում է միջազգային աջակցություն եւ վստահություն առավել քան երբևէ։ Կայացել է միջազգային գործընկերների հետ երրորդ համաժողովը, որի ընթացքում նախարար Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։ Մարտի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները եւ հեռանկարները խորագրով բարձրաստիճան հանդիպանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։ Ներկայային ներքին գործերի նախարարության ղեկավար կազմը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, դեսպաններ, ներքին գործերի նախարարության եւ միջազգային գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ ՄԱԿ զարգացման ծրագրին հանդիպումն արդեն երրորդ անգամ կազմակերպելու համար, ընդգծելով, որ ձևավորված հարթակը դարձել է կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկելու իրականացվող բարեփոխումները։ Արփինե Սարգսյանի խոսքով գործընկերային համագործակցության բարձր մակարդակի մասին է փաստում ներքին գործերի նախարարության կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսի 70% ապահովումը, իսկ մնացած 30%
տոկոսը գտնվում է ընթացքի մեջ։ Ներկայացնելով արդյունքները նախարարը նշել է, որ 2025 թվականին անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը գրանցել է միգրացիոն դրական սալդո, ինչը հաստատված խաղաղության եւ ոլորտային բարեփոխումների իրականացման արդյունքն է։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին նախարար Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ հանձնառության եւ ջանքի մասին է։ Ներքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը եւ վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։ Արփինե Սարգսյանի խոսքով ավարտական փուլում է ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը եւ արդեն 2026 թվականի աշտանը Հայաստանի քաղաքացիները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան անձը հաստատող փաստաթղթեր, ինչը բարեփոխումների համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Անդրադառնալով թվայնացման գործընթացին նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգն ակտիվորեն ընթանում է թվային տրանսֆորմացիայի ճանապարհով եւ այդ ուղղությամբ եւս կան արձանագրված շոշափելի արդյունքներ, ինչը հանրային ծառայությունների մատուցման համատեքստում հեղափոխական առաջընթաց է։ Նախարար Սարգսյանի խոսքով ոստիկանության բարեփոխումների հիմքում համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մոտեցումն է եւ այդ համատեքստում միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են։ Նախորդ տարվա համեմատ ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։ Միաժամանակ նվազել է դժգոհողների ցուցանիշը։ Ընդգծվել է, որ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում 2024-2025 թվականներին խնայվել է 95 կյանք։ Նշվել է նաև, որ բարեփոխումների, ինչպես նաև իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքում 2025 թվականին հանցավորությունը նվազել է 3.2%-ով։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների եւ արդիականացման օրակարգի հետեւողական իրականացումը։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին 1 տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունները հասել են զարգացման պատմական մակարդակի, ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ ընթացքը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին եւս բարձր է գնահատել ոստիկանության, փրկարար ծառայության, ինչպես նաև միգրացիա եւ քաղաքացիության ոլորտներում իրականացված աշխատանքները, շեշտելով, որ գրանցված առաջընթացը տպավորիչ է եւ համահունչ բարեփոխումների օրակարգին, ինչը նաեւ արդյունավետ երկխոսության արդյունք է։ Նախանշվել են նաեւ ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների շրջանակում առաջիկա միջոցառումները, որին հաջորդել է ակտիվ քննարկում հարց ու պատասխանի ձևաչափով։ Ռեստարտ քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած հանդիպումը համախմբել էր մայրաքաղաքի եւ մարզերի ավելին քան 200 երիտասարդի։ Երիտասարդական ֆորումի բանախոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, ոստիկանության ծառայության, հանրային կյանքում կանանց ներգրավվածության թվայնացման վերաբերող հարցեր։ Քննարկումները շարունակվել են նաեւ ֆորումի ավարտից հետո։ Վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները եւ կանանց ներգրավվածության մարտահրավերներն էին երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում։ Մարտի 28-ին Ռեստարտ քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած հանդիպումը համախմբել էր մայրաքաղաքի եւ մարզերի ավելի քան 200 երիտասարդի։ Երիտասարդական ֆորումի բանախոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Ես ուզում եմ, որ դուք ձեր ներուժն ավելի շատ օգտագործեք եւ ցանկացած հարց բարձրաձայնեք ողջամիտ քննադատության տրամաբանության մեջ։ Վստահ եղեք, որ ձեր ձայնը լսելի է Հայաստանի Հանրապետությունում այսօր եւ դուք պետք է ձեր ներուժն ու գիտելիքներն օգտագործեք ճիշտ ուղղությամբ, նշել է ներքին գործերի նախարարը։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների հետ երկխոսության ամրապնդման, խնդիրների լուծումները նրանց դիտանկյունից ընկալելու եւ պետական քաղաքականության ձևավորման գործընթացում նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ժողովրդավարության մեր ձգտումների, ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն է փոխվել։ Մենք այսօր քննարկում ենք ամենափոքր թվացող մի խնդիր, որը տարիներ առաջ պարզապես չէինք էլ նկատի, առավել եւս բարձրաձայնի։ Ես ուրախ եմ, որ դուք նկատում եք այդ խնդիրները, որովհետեւ նաեւ դուք պետք է մեզ ստիպեք լուծում տալ դրանց, ընդգծել է նախարարը։ Ծավալվել է ակտիվ քննարկում, քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը, ոստիկանության ծառայության ստանդարտացմանը, հանցավորության իրական պատկերի
բանակերին, հանցավորության կանխարգելմանը, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնությանը, քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային ընկալմանը, հանրային կյանքում կանանց ներգրավվածությանը, թվայնացմանը վերաբերող հարցեր։ Քննարկումները շարունակվել են նաև ֆորումի ավարտից հետո, ծավալվել է ակտիվ երկխոսություն։ Երիտասարդներն իրենց հարցերով դիմել են նախարարին, նաև մասնավոր զրույցներում։ Նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարն ընդգծել է Բուլղարիայի հետ նոր համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը արտակարգ իրավիճակների բնագավառում փոխօգնության համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, նախարար Սարգսյանը նշել է, որ այն հուսալի հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ եւ բազմակողմանի համագործակցություն կառուցելու համար։ Անդրադառնալով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության դինամիկային եւ գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը, Արփինե Սարգսյանը կարևորել է եվրոպական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Բուլղարիայի Եվրոպական միությանն անդամակցելու փորձի ուսումնասիրման նշանակությունը հայկական կողմի համար։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման կարևորությանը։ Արփինե Սարգսյանը ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի կառավարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին նոր համաձայնագրի կարևորությունը եւ նշել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում փաստաթղթի վերջնականացման եւ ստորագրման ուղղությամբ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրդեհների կանխարգելման եւ հրդեհաշիջման ոլորտում գործնական փոխօգնությանը։ Քննարկվել են նաեւ աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդի տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ կրթական եւ վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հեռանկարը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ եւ կազմակերպել փոխադարձ այցելություններ ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի պետությունը միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Կատարի պետության դեսպանին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին։ Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի պետությունը միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես եւ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի պետության կիբերակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։ Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է TAEX փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մարտի 31-ին ընդունել է ԵՄ TAEX փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Առաքելության նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի նախագծի փորձագիտական գնահատումը։ Առաքելության շրջանակում նախատեսվում է բացահայտել առկա բացերը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ սահմանների համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման համար, եվրոպական եւ միջազգային չափանիշներին ու լավագույն
հարցին համապատասխան։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ԵՄ պատվիրակության, Frontex-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում փոխնախարար Արմեն Ղազարյանը կարևորել է սահմանների համալիր կառավարումը։ Անդրադառնալով ռազմավարության նախագծին, նա նշել է, որ մշակման գործընթացն իրականացվել է շահագրգիռ պետական մարմինների ներգրավմամբ բազմակողմ քննարկումների արդյունքում։ Փորձագիտական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության հետ փոխգործակցությունը, ընդգծելով ռիսկերի վերլուծության, մասնագիտական վերապատրաստումների եւ միջազգային համագործակցության ոլորտներում արձանագրված առաջընթացը։ Նրանք նաեւ կիսվել են սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվության փոխանակման, մարդկային ռեսուրսների զարգացման եւ վերապատրաստման առանցքային ուղղություններին։ Ներկայացվել է նաեւ սահմանների համալիր կառավարման եվրոպական փորձը։ Քննարկվել են միջգերատեսչական համագործակցության, սահմանապահների նոր կրթական բաղադրիչի, էլեկտրոնային համակարգերի ներդրման, ինչպես նաեւ Frontex-ի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Փորձագիտական առաքելության այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ նաեւ շահագրգիռ այլ գերատեսչություններում, ինչից հետո փորձագետները կներկայացնեն համապարփակ առաջարկություններ։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է 1 օր ենթակա աշխատակցի դերում շարքը, որի շրջանակում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը աշխատանքային 1 օր մասնակցել է ծառայության տիրույթում իրականացվող աշխատանքներին, ուսումնասիրել գործընթացներում ի հայտ եկող խնդիրները։ Քչերն են պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում եւս միջազգային պաշտպանություն փնտրողներ կան, մինչդեռ այդպիսիք հարյուրավորները կան, եւ այսօր հերթական ապաստան հայցողի հարցազրույցն է, պետք է բացահայտենք նրա կյանքի պատմությունը, դրդապատճառները, ինչու հայտնվեց Հայաստանում, ինչպիսի վտանգ է նրա կյանքին սպառնում եւ արդյոք առկա են հիմքեր միջազգային պաշտպանություն, նույնն է թե փախստականի կարգավիճակ նրան հատկացնելու համար։ Եկեք բարձրաբանենք թերթիկը նոր տանք ստորագրելու, լավ։ Եթե ապաստան հայցողը ուրեմն հարցազրույցի ընթացքում որևէ կեղծ տվյալ մեզ հայտնի, այդ տվյալի հիման վրա է որոշում կայացնելու խնդրում եմ նկատի ունեցեք։ Պետք է ձեզ խնդրենք նաև ստորագրել թարգմանչի կանոնները։ Դուք այսօր ներկայացել եք առանց փաստաբանի, խնդրում եմ նաև հավաստեք, որ պատրաստ եք հարցազրույցը ամբողջությամբ անցկացնելու առանց փաստաբանի։ Երբ որ որևէ տեսակի ծանոթում եք ստանում, անպայման արձագանքեք, որովհետև չարձագանքելու պարագայում մենք կհամարենք, որ դուք չեք համագործակցում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ եւ կդադարեցնենք հայցի քննությունը։ Այժմ մոտենում ենք ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարան, պետությունը ապահովում է նրանց կեցությունը ապաստանի հայցի քննման ողջ ընթացքում եւ այդ թվում նաեւ սնունդ է տրամադրում, այսօր սնունդ բաժանելու օրն է։ Մեր գործը մարդկանց մասին է եւ միգրացիոն գործընթացները որպես կանոն ճակատագրերի մասին են, մարդկային պատմությունների մասին են։ Դա շատ լավ երևում է մեր հատուկ կացարանում։ Այստեղ կարող եք ստորագրել։ Չէ, այստեղ։ Հայերեն հասկանում ես։ Ապես։ Քույրիկ ունես։ Եղբայր, աղբեր։ Դուք ստորագրեք։ Արի պստա։ Դպրոց գնում։ Առաջին դասարը։ Բարև ձեզ։ Համեցեք նստեք, լավ եք։ Պարոն Արզումանյան, արտոնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված ամբողջ իրավունքների փաթեթն է ամբողջությամբ։ Հիմա ես ձեր հեռախոսի համարն եմ գրելու, որպեսզի ձեզ զանգենք, բացատրենք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար, լավ, եւ էլեկտրոնային եք դիմելու։ Երևան գալու կարիք չի լինելու, անձնագրային մոտենալու կարիք չի լինելու։ Սահմանահատման պլաններ չունեք, բայց քանի որ շրջիկը մոտեցել է, ահա, շատ լավ, խնդրեմ այստեղ ստորագրեք։ Այս կողքն էլ ստորագրեք, որ ձեր տղայի անձնագիրն էլ ձեզ տա։
Այսպես հարմար է, որ մենք ենք մոտենում։ Շատ, ինձ շատ հարմար էր։ Մեքենայի մեջ գտնվելով շփվեցի քաղաքացիների հետ եւ ուղղակիորեն արձանագրեցի դիցուկ, որ անձը դեռ երկար տարիներ չէր գնա անձնագիրը փոխելու, եթե այդ հնարավորությունը չլիներ։ Երկու լուսանկար ենք վերցնում։ Երբ մենք օպտիմալացրեցինք մեր տարածքային գրասենյակների թիվը, կարծեցինք, թե այս բացը պետք է լրացնենք շրջիկ ծառայությունների ձևաչափով, արդեն 2 տարի եւ ավելի այս ծառայությունը գործարկել ենք եւ արդյունքները ցույց են տալիս, որ հետաքրքրություն կա։ Կարելի է։ Տիկին Ռոզա վատառող չէ։ Ուրեմն հաջորդ շաբաթ նույն օրը, ուրբաթ օրը, նորից այս շրջիկի մեքենան տեղակայվելու է համայնքապետարանի մոտ, այս լիազորագրով կմոտենա ձեր աղջիկը եւ կստանա ձեր անձնագիրը, լավ։ Մենք այժմ գտնվում ենք կենտրոնացված տպագրության բաժնում եւ հերթական անձնագիրը պետք է տպենք։ Էկրանին ես տեսնում եմ ընդունված դիմումները, այսօրվա խմբականակը, որոնք արդեն մուտքագրվել են համակարգ։ Այստեղ հայտնի ում կողմից է տրված կոդն է 099, ինչը նշանակում է, որ դիմումը ընդունվել է հենց մեր գլխամասային գրասենյակում։ Արդեն կարող ենք սկսել տպագրությունը առաջին անձնագրի։ Ձեռքով ստուգում ենք նաեւ բլանկի ամբողջականությունը, որ թերություններ չունենա, արդեն կարող ենք տպագրությունը սկսել։ Անձնագիրը պատրաստ է, մնացած խմբականակի հետ հիմա գնում է լամինացման։ Սա այն փուլն է, որը հաջորդում է տվյալների տպագրությանը։ Իհարկե, նոր տեխնոլոգիաները մեզ այլևս թույլ են տալու շրջանցել այս փուլը եւ տպագրությունը ամբողջությամբ մեկ սարքի կողմից է իրականացվելու առաջիկայում, բայց քանի դեռ օգտագործում ենք հին ենթակառուցվածքը, այս փուլն անխուսափելի է եւ շատ կարեւոր։ Վերջում անձնագիրը եւս մեկ անգամ բոլոր էջերով հատ-հատ անցնում է որակի ստուգման փուլ, հետո նոր առաքվում է այն բաժին, որտեղից որ արդեն քաղաքացին մոտենալու է եւ ստանալու է։ Այժմ արդեն կենտրոնացված տպագրության բաժնից տպագրված պատրաստի անձնագրերը գալիս են այս բաժին, որտեղ որ կատարվում է փաստաթղթերի ծրարավորումը եւ ըստ կատեգորիաների, ըստ մեր տարածքային ստորաբաժանումների դրանք փաթեթավորվում են եւ ուղարկվելու են իրենց հասցեատերերին։ Ծրարը պատշաճ փաթեթավորված է եւ այն այլևս պատրաստ է առաքման։ Ըստ էության ավարտեցինք այս ողջ ճանապարհը, որի միջոցով պատրաստվում է անձնագիրը դիմումից մինչև տպագրություն, այլևս խմբականակները փաթեթավորված են եւ մենք այս շենքում մեր գլխամասային գրասենյակում անձնագրերը հանձնում ենք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իսկապես հետաքրքիր նախաձեռնություններ եւ շատ բարձր եմ գնահատում այս փորձառությունը, որը ինձ հնարավորություն տվեց լինել տարբեր աշխատակիցների դերում եւ իրականացնել տարբեր գործառույթներ, որոնք բոլորը միաժամանակ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տիրույթում են։ Եվ այստեղ արձանագրեցի, որ կարեւոր է պատկերացնել մի եռանկյունի, այն է գերատեսչության ղեկավարի դերը, աշխատակցի դերը եւ քաղաքացու դերը։ Եվ կարծում եմ, իմ վկայակոչած եռանկյունին ամենաառողջ եւ արդյունավետ տարբերակով կենսունակ է, եթե գործատուն պատկերացնում է աշխատակցի դերը, աշխատակիցը պատկերացնում է կայացված որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները, քաղաքացին օգտվում է եւ եկեք ասենք վայելում է վերջնարդյունքը։ Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026 նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի եւ դրա ազդեցության։ Հրապարակված տվյալների համաձայն Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Հայաստան աշխարհի 163 պետությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության շատ ցածր ազդեցություն ունեցող երկրների շարքին։ Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչության
ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը եւ նյութական վնասի չափը։ Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված եւ անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։